Երգիչ Անդրեի նախկին կինը երգչուհի Անի Օհանյանն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել «Դստեր» Եվայի մասնակցությամբ։ Հոլովակում Եվան արտասանում է, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել երգչուհու երկրպագուների շրջանում։ Նրանք ոգևորել են աղջկան ու ասել, որ այս ամենը շատ գեղեցիկ ու ողջունելի է։ Star News-ը ձեզ ներկայացնում է տեսանյութը ու տեսեք, թե Եվան որքան նման է հայրիկին։ Այսօր դերասան և երգիչ Միհրան Ծառուկյանի և դերասանուհի Արփիկ Գաբրիելյանի որդու Ռոբի ծննդյան օրն է։ Այդ առիթով զույգը սոցիալական իր էջերում կիսվել է ջերմ ընտանեկան հրապարակումներով, ցույց տալով, թե ինչպես են հենց կեսգիշերին շնորհավորել որդուն ու անակնկալ մատուցել նրան։ Star News-ը ներկայացնում է Միհրան Ծառուկյանի և Արփիկ Գաբրիելյանի հրապարակած հուզիչ կադրերը որդու ծննդյան առիթով։ Իր ծննդյան օրն է նշում նաև Ռուսաստանաբնակ հայ հայտնի բլոգեր և դիմահարդար Գոհար Ավետիսյանի որդին Գասպարը։ Այդ առիթով Գոհարը սոցիալական իր էջերում հրապարակել է որդու հետ լուսանկարներ ու կիսվել ջերմ շնորհավորանքով։ Ծնունդդ շնորհավոր, Գասպարչիկ, շնորհավոր օրդ որդիս, ես քեզ անսահման սիրում եմ։ 6 տարի, երբ իմ կյանքն ավելի մեծ իմաստ ու մոտիվացիա ձեռք բերեց, և քանի դեռ սիրտս բաբախում է, ես ամեն ինչ կանեմ, որ քո դեմքին ժպիտ տեսնեմ, գրել էր նա։ Գոհարը նաև հրապարակել է տոնական օրվանից գեղեցիկ կադրեր, որոնք ներկայացնում ենք ձեզ։ Եվ ինչպես գիտեք արդեն, Գոհար Ավետիսյանի որդու հաջորդ օրն իր ծննդյան տարեդարձն է նշում նաև դիմահարդարը։ Գոհար Ավետիսյանը նոր ֆոտոշարքով կիսվել է ու շնորհավորել ինքն իրեն ծննդյան օրվա կապակցությամբ։ Star News-ը ևս շնորհավորում է նրան և ձեզ ներկայացնում լուսանկարները։ Մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր սոցիալական էջերում պատմել է այն մասին, որ կրկին ճամպրուկային տրամադրության մեջ է։ Այս անգամ հանգստի գնում են իր 2 երեխաները։ Իսկ մենք հիշեցնենք, որ Լուսինեի ընտանիքը օրեր առաջ է վերադարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որտեղից նա ևս կիսվել էր հոլովակներով։ Star News-ը դրանք ձեր ուշադրությանն է ներկայացնում հենց այս պահին։ Մի տեսակ չեմ հավատում, որ նորից ճամպրուկ եմ հավաքում։ Բայց իմը չի, երեխաներին նա գնում են ամառային քեմփ։ 2-ով, այս անգամ Ալեքին էլ եմ ուղարկել։
Get ready with me Միացյալ Նահանգներից։ Մի փոքր դժվար է այստեղից get ready with me նկարել, որովհետև առանձնապես այդպիսի տեղեր չունենք գնալու երեխաների հետ եւ մեր առօրյան շատ ավելի ազատ է, սպորտային է, բայց երբեմն իհարկե ուզում ես պարտապես հագնվել, դիմահար դարում անել, շատ թեթև իհարկե։ Մազերս եմ սարքել, նայեք, հետո ձեզ ցույց կտամ, թե ինչով եմ ես իմ մազերը սարքել, թե ինչ եմ գնել, Type-C-ով ես իրան դնում զարյատկայի եւ հետո այդպես շատ հեշտ է քեզ հետ վերցնելու, երբ դու ճանապարհորդում ես։ Այսօր շատ լավ եղանակ է, երեք անձրև էր, այսօր շատ լավ եղանակ է եւ իմ տրամադրությունը բացվում է իհարկե լավ եղանակից։ Դրա համար ես ունեմ այսպես թեթև ամառային ինչ-որ տրամադրություն, որ ուզում եմ հենց այդպես համադրել։ Այս եմ հագնելու։ Բայց մի բան ասեմ, իսկապես շատ է տարբերվում այստեղի կյանքը Հայաստանից, որովհետև Հայաստանում թեկուզ աղջիկներով ինչ-որ միտեղ գնալ ցերեկը սուրճ խմելը անպայման ուզում ես բացի սպորտայինից, ես չեմ ասում երեկոյան ես ուզում հագնվես, բայց այնուամենայնիվ ուզում ես հագնվել, համադրել, թե կոշիկը, թե պայուսակը, մի խոսքով ամեն ինչը եւ նույնիսկ գնել որևիցե ականջող մի խոսքով մատանի։ Այստեղ լրիվ ուրիշ է, նաև միտքը թե հանգիստ, կա նաև լավ կողմերը, որովհետև միտքը թե հանգիստ, որովհետև չես մտածում, թե ով ինչ կմտածի, ինչպես կարձագանքի քո հագուստին, միշտ հագնում ես սպորտային շալվար կամ շորտ, լեգինս եւ վերջ, եւ ապրում ես քո կյանքով, ինչպես որ քեզ է հարմար։ Մի կողմից լավ է, մի կողմից դա էլ ունի իր մինուսները, որովհետև դու միշտ չէ, որ ուզում ես խնամված լինես, որովհետև ոչ ուշադրություն չի դարձնում, ինչքան էլ մենք խոսենք, որ այո, ինքդ քեզ համար ես անում, բայց դա էլ կարևոր է, որպեսզի կողքից էլ ինչ-որ մեկը նկատի, ինչ-որ մի բան ասի եւ դու ցանկություն ունենաս էլ ավելի աշխատելու քեզ վրա։ Իրանց կոշիկներ, պայուսակ եւ Արիանայի պայուսակն եմ վերցնելու։ Մի հատ կոշիկների խանութ եմ գտել Roth's, երեխաների համար էլ այնքան լավ բաներ կային, իրանք կտոր են, նայեք, երբ որ լինում է կաշի, միշտ երկար քայլերուց ինչ որ միտեղ հարում ես, որից է հատված։ Այս մոմա խանութ է եւ այնտեղից գտնում եք ամենահետաքրքիր, ամենահարմարավետ իրերը տան համար էլ շատ հետաքրքիր հատված կա։ Մի խոսքով, սա Type-C-ով դնում եք զարյատկայի եւ ձեզ հետ ձեր ճամպրուկում կարող է միշտ ձեզ մոտ լինել այսպիսի սարք։ Ալեք։ Մատանիներն ենք դնում եւ պայուսակ։ Ակնոց։ Սիրուն է Ալեք։ Դա։ Очень։ Պապային է գնացա։ Բայց քեզ դուր է գալու, հա։ Գնա պապային ասա։ Թող։ Այս պայուսակում ենք։ Ակնոց։ Ինչ ասեմ։ Ձեզ լավ է։